ինչ պահանջ ներկայացրեցիք դատախազությանը եւ այդ պահանջը ինչպիսի արձագանք եւ ապրոց նայեք մենք դեռևս 28-ին դիմել ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին դիմումով, որտեղ ներկայացվել են մի շարք գործողություններ եւ նկարագրվածը որպես այդպիսին խնդրել ենք, որ դատախազությունը քրեա իրավական տիրույթում, հա, նշված հարցին Մի փոքր առաջ եկեք շատ վատ այլս վեր են գնում արդյոք չէ։ Լավ, շարունակեմ թե նորից ասել։ Տեսեք, դիմումը ներկայացվել, որով խնդրել ենք մեր խնդրանքերն է, որ գլխավոր դատախազը մեզ աջակցի, նշված գործողություններին իրավական գնահատական տրվի։ Մասնավորապես այդ իրավական գնահատականների շրջանակում արդյոք կա հանցագործության հատկանիշներ չկա եւ այլն եւ այլն։ Այսինքն շատ հստակ դիմումում մենք ձևակերպել ենք, եթե դիմումի բովանդակությունը, չգիտեմ, անհրաժեշտ լինի, հետագայում կարող է նաեւ հրապարակվել, ինչ թվում է գաղտնիք չի։ Տրամաբանությունը, սենց տեսեք, ըստ հիմիկվա նոր որ փորձեցի պատասխան ստանալ, հասկացա, որ դիմումին ընթացտրվել է, մակագրվել է Երևան քաղաքի դատախազությանը, փորձեցին դեղից հարցնել, ճշտումներ կատարել, ինձ պատասխանեցին, որ ընթացակարգով սահմանված ժամկետում, այո, պատասխան կտրվի։ Իմ խնդրանքը էս պահին, քանի որ հիմա այս իրավիճակներին վստահորդները որոշակի գործողություններ, ակցիաներ են կատարում, պետական պատկան մարմիններին ուշադրությունն են սևեռում, նորից հիմա հանրային ձևով նորից ներկայացնում այդ խնդրանքը, որ եթե մենք ասում ենք օրինակ 3-օրյա ժամկետ կամ 7-օրյա ժամկետ կամ մի ամիս, դա առաջի օրվանից սկսած մինչև վերջի օրը կարա լինի։ Այս պարագայում խնդրում ենք, որ հնարավորինս շուտ։ Այս պահին նախնական ասեցին, որ կփոխանցեն եւ ժամը 4-ին մի հատ փորձենք նորից ճշտել, հա, օրվա վերջ, մի հատ նորից ճշտենք ինչ ընթացք է։ Այսինքն այս պահին կարող ենք ուղղակի ասել դեռևս հստակ պատասխան որպես այդպեսին չունեն։ Եվ երկրորդ հիմա քանի որ իրավիճակ է ստեղծվել, մենք ես որպես իրավաբան, հա, ըստ էության ներկայացնում եմ Գոյ թատրոնի շահերը եւ ներկայացնում եմ իրավական վերլուծությունները օրենքի տարով եւ այլն, եւ անընդհատ կոնֆլիկտ է առաջանում։ Հիմա մենք ունենք կոնկրետ փաստաթուղթ կազմել, հարցում եմ կազմել իրավական մեկնաբանություն, պարզաբանում ստանալու նպատակով պատկան մարմինը արդարադատության նախարարությունն է, տվյալ պահին արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմինե Հարությունյանին պետք է խնդրենք, որպեսզի այսօր եւս հրատապության կարգով մեր հարցին պարզաբանում տա։ Մասնավորապես, քանի որ գիտեք, եւ բոլորը տեղյակ եք, մենք մի քանի հայցեր ունենք վարույթներ հարուցված, այդ թվում նաեւ հիմա ներկապային էլի քննվում է վարչական գործի շրջանակներում եւ վիճարկվում է պետռեգիստրում Գոյ թատրոնի գոյությունը դադարեցնելու այդ գրանցումը, ինչպես նաև դրան զուգորդվող, հա, բոլոր գործողությունները, թե նախարարության կողմից կատարված վերամիավորման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ ամենակարևորը նաև վիճարկվում է այն պայմանագիրը, որը կնքվել է Սունդուկյան թատրոնի հետ պետգույքի կառավարման կոմիտեի կողմից անհատույց գույքը տրամադրելու, որը նախկինում պատկանել է Գոյ թատրոնին, այս տրամաբանությամբ նաև վիճարկվում է կադաստրի պետական գրանցումը։ Հիմա մեր մոտ իրավամբ մեր պատկերացումներով հստակ է, որ վարչական դատավարության օրենսգիրքը, երբ որ ասում է վիճարկում ես որոշակի ակտ, վարչական ակտ, իսկ կադաստրի վկայականը ինքը իրանից ներկայացնում վարչական ակտ, այս դեպքում կարանք տարաբնույթ մեկնաբանենք, օրինակ Սունդուկյանի համար դա կարա լինի բարենպաստ վարչական ակտ, բայց Գոյ թատրոնի համար դա միջամտող վարչական ակտ է։ Մեր խորին համոզմամբ ինքը ըստ էության կասեցնում է այդ վկայականի գործունեությունը, ընդհանրապես դրանից բխող գործունեությունը։ Իսկ վկայականն էլ ինչ է իրանից նախատեսում, դա իրավունք է նախատեսում տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու։ Եվ մենք հստակ հարց ենք ձևակերպել, այս տրամաբանության ներքո արդյոք չի կասեցվում այդ բոլոր գործողությունները, եւ այս տրամաբանության ներքո նույն հարցադրումն ենք տալիս, որ արդյոք իրավունք չի վերապահում Գոյ թատրոնի
նախկին աշխատակին, նախկին չէ, մեր խորին համոզմամբ դեռևս ներկա, գոյ թատրոնին այդ գույքը տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու։ Հիմա եթե ձեր թույլ կտակ մոտենամ ու Երեք ցուցահանդեսության մշակույթի սպորտի նախարարը այն դիտարկմանը, որ թատրոնի որոշ դերասաններ հիմա գտնվում են Սունդուկյանում, այսպես արձագանքեց, որ իր տիրույթում դաշտը թատրոնում են դերում։ Այո, ահա, եւ մի խոսքով թատրոնում, այսպես ասեմ, ասաց, որ իր հարցը իր տիրապետության տակ չէ, իրավապահները դրանով զբաղվել։ Մտահոգություն չունեք, որ սա ինչ որտեղ նաեւ կոչ էր իրավապահներին մտնել եւ նրանց հորդորել դուրս գալ այդտեղից։ Տեսեք, հորդորել դուրս գալը մի քիչ հարաբերական է։ Ես իմ գործընկերներին, որպես իրավաբանական աջակցություն եթե ցուցաբերում եմ, ես պարտավոր եմ բառացիորեն առաջնորդվեմ օրենքով, ինչը եւ անում եմ։ Այսինքն ցանկացած օրինական, գործողություն չի կարող ուղղակի մեկնաբանվի ինչ-որ այլ ձև։ Հիմա այլ հարց է, որ դուք ինքներդ տեղյակ եք, որ 2 օր է արդեն Գոյ թատրոնի աշխատակիցների վստահողները այնտեղ են գտնվում, երբ որ Սունդուկյան թատրոնի ղեկավարի կողմից հրավիրվել է ոստիկանություն, ես էլ եմ անմիջապես ինձ զանգել են, խնդրել են անմիջապես հնարավորինս շուտ դուրս եմ եկել, հասել եմ այնտեղ, պետք է ուղղակի արձանագրեմ փառք ու պատիվ ոստիկաններին, սպասել են հնարավորություն են ընձեռնել, որ մարդկանց փաստաբանը ներկայանա եւ հետեւյալ հարցադրումն եմ կատարել ոստիկանությանը, նախ որպեսզի հասկանանք ինչ գործողություն է կատարվում, այսինքն ես այնտեղ այս մարդիկ խաղաղ ոչ մի ձևի իմ բոլոր, լսածով, տեսածով, հասկանալով ոչ մի ձևի ապօրինություն թույլ չեն տվել, հետևաբար, եթե ոստիկանը կամ այլ պետական մարմին ինչ-որ պահանջ է ներկայացնում, պետք է այդ պահանջը հասկանալ, հետո էլ դա ինչքանով է օրինական պահանջ, թե ապօրինի պահանջ։ Համենայն դեպս մինչ այս պահը ոստիկանությունը որևէ պահանջ չի ձևակերպել, որ մարդիկ տեղից դուրս գան։ Սա ուզում եմ մենք ֆիքսենք, որ տարաբնույթ հարցերի տեղիք չդառնա։ Այսինքն եթե ոստիկանությունը գար, ենթադրենք ասեր հարգելիներս դուրս եկեք, այս հիմքերով դուք պետքա դուրս գաք, լքեք տարածքը օրինակի համար։ Մենք էլ պետքա հասկանանք, հակադարձենք կամ չհակադարձենք, կամ ասեի, ժողովուրդ ջան, ոստիկանը օրենսդրությամբ պահանջ է ներկայացնում, որը օրինական է, խնդրում եմ, մենք էլ չգիտեմ, արդեն կորոշեին իրենք։ Բնականաբար սա է, բայց մինչև այս պահը ոստիկանությունը պահանջ չի ներկայացրել, հորդորելը մի քիչ ուրիշ կատեգորիա է, մենք այստեղ արդեն իրավական տիրույթում էլի պետք է քննարկենք։ Հորդորներ միգուցե եղել է, հորդորներ ասենք, բայց այդ հորդորներին եկեք ես չպատասխանեմ, էլի ես հստակ Այն ինչ անում է Սունդուկյանի տնօրենը, այսինքն հրահանգել է փակել դիրքը եւ այս պահին նույնիսկ սնունդ հասցնելու, ներսում փակված մարդկանց սնունդ հասցնելու հնարավորություն չկա։ Սա որքան է իրավական գործողություն եւ սրա դեմ ինչ-որ բան անելու հնարավորություն տեսնում եք։ Տեսեք, ես կարամ հավելեմ նաեւ մի հատ դրվագ, որ երեկոյան իմ վստահորդները ցանկանում են նաեւ ինձ հետ հանդիպել, խնդրել էին, հրավիրել էին։ Հիմա տեսեք, այլ հավասար պայմաններում ես եմ հրավիրում իմ գրասենյակ հանդիպում, բայց քանի որ ընդհանուր այս տրամաբանության ներքո մարդիկ ակցիա են իրականացնում, իրենք բնականաբար գտնվում են մի վայրում, որը պետական է։ Ընդ որում ես աշխատանքային ժամի եմ մոտեցել, անվտանգությունը նույնիսկ ինձ է արգելել որպես փաստաբան մոտենալու։ Տնօրենն էլ պատճառաբանել է, որ այդ մարդիկ ազատ են, գերության մեջ չեն, կարող են դուրս գալ։ Այսինքն տրամաբանությունը այս ձևով են պատճառաբանում։ Այն հիմնավորումները քիչ առաջ, որ ես ասացի, այդ ձեր ասած հարցի տրամաբանության վարչական դատարանում մենք արդեն այդ բոլոր հարցերը կա։ Ավելին, մենք այս բոլոր գործողությունների մասին, սկսած դեռևս մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, վերջացրած Հայաստանի Հանրապետության դատախազությունից, բոլոր այս ամեն ինչը ներկայացրել ենք։ Ցավոք սրտի մինչև այս պահը որևէ իրավական գնահատական չկա։ Տրամաբանությունը նաև դատարաններում, նույն ոչ մի վճիռ չկա, դատական ակտ չկա։ Այսինքն, այստեղ խնդիրը հետևյալն է, շատ կարևոր է հասկանալ, որ
կա մի հատ իրավիճակ, որտեղ կատարվում են գործողություններ, որոնք մենք արձանագրում ենք ու ներկայացնում ենք պատկան մարմիններին, բայց օբյեկտիվ, սուբյեկտիվ, չգիտեմ ինչ հանգամանքներից ելնելով մինչև այսօր պատասխաններ չկա։ Համենայն դեպս նայեք, ես մի բան կարող եմ էլի արձանագրել, կառավարության որոշում կա, որը ըստ էության որպես իրավաբան, հա, ես ներկայացրել եմ այն իրավական հիմնավորումները վարչական դատարանում, որ դա պետք է անվավեր ճանաչվի, այսինքն չգործի, որտեղ կան խախտումներով ընդունված ինքը ակտ է։ Հիմա ինչքանով եմ ես ճիշտ ասում, հələ թողենք դա մի կողմ, կա դատարան, կա արդարադատություն, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետությունը մենք հռչակում ենք իրավական պետության մեխանիզմներից մեկը նաև արդարադատության ակնկալիքն է։ Հիմա առանց այդ որոշումների, չգիտեմ ոնց ստացվեց, իմ համար էլ է սա բան հետաքրքիր, ոնց ստացվեց, որ կարող է նույն գործով, ասենք, օրինակի համար, երրորդ անձը դառնա հայցվոր ու հայցից հրաժարվի։ Այսինքն այս հարցը ստացվում է, որ ընդհանրապես կարա էլ չշրջանառվի։ Որպեսզի օրինակ բերեմ, պատկերացնենք, ենթադրեք, ես հայց եմ ներկայացնում դատարան ձեր դեմ, կներեք, հա, հետո նենց է ստացվում, որ դուք դառնում եք իմ փոխարեն հանդիսացող մարդ ու ասում եք այս գործը մի քննեք։ Այսինքն հակառակ բևեռներում հանդիսացող մարդիկ այսօր արդարադատություն են ակնկալում, մինչդեռ այս գործողություններն են։ Այս տրամաբանությունից ելնելով նաև ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում չգիտեմ ինչ իրավական հիմքով օրինակ կարելի է լրագրողներին արգելել մտնել պետական հաստատություն։ Ես չգիտեմ, դուք հարցրել եք ինչ հիմքով։ Բայց նույնիսկ չեն կարծում։ Դե այդ եմ ասում, սա ես ձեզ էլ եմ կոչ անում։ Երբ որ ձեզ ասում են, դուք մի հատ հարցրեք, այդ ինչ հիմքով է, որովհետև լրագրողները իրանք լուսաբանող են, հանրությանը ներկայացնում, եթե դա ամեն ինչը թափանցիկ է, եթե իրանք արդարացիորեն իրանք պայքարի մեջ ճիշտ են, ի՞նչն է այս տրամաբանությունը, որ ձեզ օրինակ չեն թողում։ Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ արգելող նորմ պետական կառույցներ մուտք գործելու, միգուցե որոշակի կառույցներ, ասենք, իրանք ընթացակարգ ունեն, ես չգիտեմ, նույնիսկ եթե ժամեր կա, հա, օրինակի համար ինչ-որ խոչընդոտող կարող են ասել, գիտեք ինչ, այս ժամին չեն կարող, բայց ընդհանրապես մուտք չգործելը, ես չգիտեմ, որ նորմով են առաջնորդվում, սա էլ է իմ կարծիքով, քանի դեռ իրանք չեն հիմնավորել արգելող նորմը, սա էլ է արդեն խախտում էլի։ Մենք գնանք, Արդարադատություն գնացինք։